Ըստ պաշտելի, հեռավորությունը երկու գծայի, դրոշակակիր խումբն ուղիղ, մյուսները աջ, դրծ, հավասարությունը դեպի աջ, քայլով, մարշ, Մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, պարոնայք գեներալներ և սպաներ, հարգարժան հյուրեր, ներկաներ, սիրելի հայրենակիցներ։ Մեկնարկեց Հանրապետության օրվան նվիրված հանդիսավոր երթը։ Հանդիսավոր երթին մասնակցող զորախմբերը ներկայանում են Հայաստանի Հանրապետության բանակի նոր համազգեստով, հանդերձավորմամբ։ Նոր համազգեստը ձևավորված է միայն հայկական խորհրդանշաններով, ազգային տարրեր ունեցող տարբերանշաններով։ Իդեպ, զորահանդեսի ամբողջ ընթացքում զինվորական նվագախմբի կատարմամբ կհնչեն միայն հայկական ստեղծագործություններ։ Հանդիսավոր երթը սկսում են զինվորական ճանապարհին առաջին քայլերը կատարող Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները վարժարանի փոխտնօրեն փոխգնդապետ Արայիկ Սահակյանի ուղեկցությամբ։ Վարժարանում կրթվել եւ դաստիարակվել են բանիմաց, հմուտ ու արեստավարժ զինվորականներ, որոնք պատվով ծառայել ու ծառայում են Հայաստանի Հանրապետության բանակում։ Վարժարանի սաներին հաջորդում են ապագա սպաները, Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները, ռազմական ակադեմիայի պետ, արիության մեդալակիր, գնդապետ Արսեն Մանգասարյանի հրամանատարությամբ, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի առաքելությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության խնդիրներն իրագործելուն ունակ բարձրակարգ սպայական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումն է։ Հանդիսավոր շարանցումը շարունակում է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ունկնդիրների զորախումբը։ Գլխավորում է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, արիության մեդալակիր գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը։ Հանրապետության հրապարակում է զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի հրամանատարությունը հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալակիր գնդապետ Լևոն Դավիդյանի հրամանատարությամբ։ Հատուկ նշանակության ստորաբաժանումները կոչված են իրականացնել ամենաբարդ խնդիրները դժվարամատչելի վայրերում, ունակ են ինքնուրույն լուծել ռազմավարական խնդիրներ։ Միջազգային խաղաղարար առաքելություններում Հայաստանի Հանրապետությունը բազմիցս պատվով ներկայացրած խաղաղապահ ուժերի բրիգադ, հրամանատար գնդապետ Ռուբեն Պապյան։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռևս 2004 թվականի փետրվարից, երբ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար։ Հայաստանի մանակի կարևոր առանցքային միավոր հանդիսացող տարածքային պաշտպանության զորքերն են շարունակում հանդիսավոր երթը հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալակիր գեներալ-մայոր Սամվել Մինասյանի գլխավորությամբ։ Տարածքային պաշտպանության զորքերի շարասյունը կազմված է պաշտպան հայրենյաց գումարտակների զինծառայողներից։
Շարային քայլով ներկայանում են Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինծառայողները, ռազմական ոստիկանության պետի տեղակալ գնդապետ Արթուր Ումրշատյանի գլխավորությամբ։ Ռազմական ոստիկանության գործունեությունն ուղղված է ապահովելու նախարարության եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում օրինականության պահպանման, համցագործությունների կանխարգելման եւ արատավոր բարքերի դեմ պայքարի, ինչպես նաեւ ռազմական ոստիկանության նորենքով վերապահված խնդիրների կատարումը։ Հանրապետության հրապարակում զինված ուժերի կին զինծառայողներն են, գլխավորում է փոխգնդապետ Սոֆիա Անանյանը։ Կարևորելով կանանց ներգրավվածությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, կառավարությունն այդ ուղղությամբ իրականացրել է մի շարք միջոցառումներ, ներդրել է իգական սերի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային 6 ամսյա ծառայության ծրագիրը, որի շահառուներին հնարավորություն է տրվում ծառայությունը շարունակելու Պաշտպան հայրենյաց ծրագրով։ Հանրապետության օրվան նվիրված հանդիսավոր երթը շարունակում են ազգային անվտանգության հատուկ նշանակության զորքերը գնդապետ Արթուր Գյուղերյանի գլխավորությամբ։ Համակարգի որակական բարեփոխումների արդյունքում այսօր հատուկ նշանակության զորքերը հագեցած են ժամանակակից տեխնիկական միջոցներով, տեսադիտարկման համակարգերով, ազգանշանային սարքերով, գիշերային, ցերեկային եւ ջերմային դիտարկման սարքերով, շարժական տեսախցիկներով եւ այլ սարքավորումներով։ Բեմահարթակի առջև են սահմանապահ զորքերի զինծառայողները։ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ստորաբաժանումը ղեկավարում է մարտական ծառայության մեդալակիր հրամանատարը գնդապետ Գարիկ Մուրադյանը։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը կոչված են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը պահպանելու, պետական սահմանում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, սահմանային եւ անցման կետերի ռեժիմն ապահովելու, սահմանային վերահսկողություն իրականացնելու համար։ Հատուկ բանակային զորամիավորում հրամանատար մարտական խաչ 2-րդ աստիճանի իշխանշանի ասպետ գեներալ-մայոր Արմեն Գյոզալյան։ Հատուկ բանակային զորամիավորումը Հայաստանի Հանրապետության բանակի առաջին ռազմական կազմավորումն է։ Այն իրականացնում է Հանրապետության հարավարևելյան ուղղության պաշտպանությունը։ Հայաստանի Հանրապետության արևելյան դարպասները պաշտպանող զորամիավորման զորախումբն է։ Երկրորդ բանակային զորամիավորում հրամանատար Հայաստանի ազգային հերոս գեներալ-մայոր Գարեգին Պողոսյան։ Կազմավորումից մինչև օրս զորամիավորումը պատվով է կատարում իրեն վստահված սահմանագոտու պաշտպանությունը։ Երրորդ բանակային զորամիավորում հրամանատար արիության մեդալակիր գնդապետ Սիմոն Նազարյան։ Հատկանշական է, որ բոլոր զորամիավորումների պահպանության տարածքներում առանձնակի ուշադրություն է դարձվում հերթապահության կրման պայմանների կատարելագործմանը, բանակային դիրքերի ու միջդիրքային ճանապարհների բարեկարգման ուղղված շուրջօրյա եւ հետեւողական աշխատանքներին։ Հինգերորդ բանակային զորամիավորում հրամանատար արիության մեդալակիր գնդապետ Գագիկ Պողոսյան։ Ինչպես մյուսները, այնպես էլ 5-րդ բանակային զորամիավորումը կազմավորված է մոտոհրաձգային, հրետանային, տանկային, հետախուզական ստորաբաժանումներից, ինչպես նաև կապի, ինքնագնաց հրետանու, թիկունքի եւ այլ գումարտակներից։ Այժմ 2026 թվականի մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում Հանրապետության օրվան նվիրված հանդիսավոր զորահանդեսին առաջին անգամ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության բանակի պաշտպանողական նորագույն սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ Հանրապետության հրապարակ են մտնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերը, զորքերի պետ արիության մեդալակիր գնդապետ Վահրամ Գրիգորյանի ղեկավարությամբ։ Ինժեներական զորքերը նախատեսված են ստորաբաժանումների ժամանակին եւ ծածուկ տեղաշարժի, ծավալման, խուսավարման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, պայմանական հակառակորդի բոլոր տեսակի խոցման միջոցներից, զորքերի եւ օբյեկտների պաշտպանվածության բարձրացման, ինչպես նաեւ ինժեներական զինամթերքով պայմանական հակառակորդին կորուստներ հասցնելու եւ նրա գործողությունները դժվարացնելու համար։ Այժմ հրապարակում են ժամանակակից հետախուզահարվածային 4 օտանի,
գայլ ռոբոտային համակարգերը, որոնք տարբեր կլիմայական եւ բարդ ռելիեֆային պայմաններում Հայաստանի Հանրապետության բանակի զինվորի հետ ունակ է իրականացնելու տարբեր բարդության, հետախուզման, հայտնաբերման, թիրախի տարբերակման, կրակային աջակցման, ինչպես նաեւ զինամթերքի եւ այլ անհրաժեշտ միջոցների մարտի դաշտ հասցնելու խնդիրներ։ Համակարգն ունակ է նաեւ իրականացնել հայտնաբերված պայթուցիկ սարքերի կրակային եղանակով հեռահար ոչնչացում։ Համադրված է ցերեկային, գիշերային տեսանելիության, ինչպես նաև ջերմատեսիլ սարքերով, ունակ է իրականացնել թիրախի հայտնաբերում, տարբերակում եւ ուղեկցում։ Հաշվի առնելով ժամանակակից պատերազմների բնույթը եւ տարբեր հակամարտությունների ընթացքը, ներկայումս տարբեր պետությունների բանակներն անցնում են արհեստական բանականության ողջված եւ հեռակառավարվող ռոբոտացված միջոցների, որոնց կիրառումը մարտի բարդ պայմաններում զուգորդում կամ փոխարինում է զինվորին։ Ժամանակի հրամայականն է ունենալ ժամանակակից, ճշգրիտ խոցման, հեռահար, հեռակառավարվող համապատասխան սպառազինություն եւ ռազմական տեխնիկա։ Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած զինված ուժերի զարգացման տեսլականի, վերջին տարիներին զգալի քայլեր են կատարվել բանակի զինանոց նարդի տեխնոլոգիաներով եւ սպառազինությամբ համալրելու ուղղությամբ։ Սակրավորներ պաշտպանիչ համազգեստով։ Ինժեներասակրավորային ստորաբաժանումներն իրենց ուրույն տեղն ու դերն ունեն զինված ուժերի կառուցվածքում։ Գործնականում բազմիցս իրականացրել են առաջադրված ինժեներական ապահովման առավելագույն բարդ խնդիրներ։ Զինված ուժերի ստեղծման պահից ի վեր սակրավորային ստորաբաժանումներն իրենց ներդրումն են ունեցել բարդ կլիմայական եւ ռելիեֆային պայմաններում զորքերի կենսունակության ապահովման, պաշտպանվածության բարձրացման, ռազմական ճանապարհների կառուցման ժամանակ տեղանքի հետախուզման, պայթեցման աշխատանքների կատարման գործում։ Հաստատված խաղաղության պայմաններում սակրավորները շարունակում են իրականացնել տարատեսակ տեղանքների ականազերծման, պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման եւ վնասազերծման աշխատանքներ։ Սակրավորները հանդերձավորված են պաշտպանիչ համազգեստով, որը նախատեսված է ականազերծման, ինչպես նաեւ պայթյունավտանգ առարկաների վնասազերծման աշխատանքներ իրականացնելիս սակրավորին պաշտպանելու համար։ Հանրապետության հրապարակ են մուտք գործում ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերը, զորքերի պետ, գնդապետ Գևորգ Համբարյանի գլխավորությամբ։ Ձեր առջև մառախուղ համալիրն է, որը նախատեսված է տարբեր տեսակի օդային թիրախների հայտնաբերման եւ դրանց կողմից օգտագործվող արբանյակային տեղորոշման համակարգերի ընդունիչների ճնշման համար։ Այն բաղկացած է համալիրի ղեկավարման կետից, ռադիոլոկացիոն հետախուզության եւ ռադիոճնշման կայաններից։ Օդային թիրախների հայտնաբերման ռադիոլոկացիոն կայանը նախատեսված է ցածր վարձության օդային թիրախների, այդ թվում անօդաչու թռչող սարքերի եւ ուղղաթիռների ավտոմատ հայտնաբերման եւ օդային իրադրության արտացոլման համար։ Համալիրի կայանների հատուկ մասերը տեղադրված են բարձր անցանելիության լիակարճ տրանսպորտային միջոցների վրա, որոնք հնարավորություն են տալիս այն կիրառել բարդ աշխարհագրական պայմաններում։ Դրանք սարքավորված են նաև օպերատորների աշխատատեղերով, էլեկտրասկսման եւ մոտորակման համակարգերով։ Մառախուղ համալիրը կարելի է կիրառել ինչպես ինքնուրույն, այնպես էլ համատեղ տարբեր զորքերի հետ խնդիրներ կատարելիս։ Հաջորդը սարդ համալիրն է։
Նախատեսված է պայմանական հակառակորդի մարտավարական օղակի ղեկավարման համակարգերում գործող ռադիոկապերի ճնշման համար։ Համալիրը բաղկացած է ավտոմատացված ղեկավարման կետից և տարբեր հաճախականային տիրույթներում գործող ռադիոկապերի ճնշման կայաններից։ Այն հնարավորություն է տալիս իրական ժամանակում գնահատել ռադիոէլեկտրոնային իրադրությունը և նպատակային խանգարումներ իրականացնել ընտրված կապուղիներում։ Պայմանավորված առաջադրված խնդրի ծավալով և իրադրության պայմաններով համալիրը հնարավոր է կիրառել ինչպես ամբողջ կազմով, այնպես էլ առանձին կայաններով տարբեր ուղղություններում։ Ժամանակակից պատերազմներում և զինված հակամարտություններում դժվար է թերագնահատել ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի նշանակությունը։ Ներկայացված միջոցների ձեռքբերումն էլ ավելի է մեծացնում ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի հնարավորությունները ուղղված պայմանական հակառակորդի տարբեր օղակներում ղեկավարումը կազմակերպելուն, հետախուզություն վարելու և ճշգրիտ սպառազինության կիրառման արդյունավետությունը նվազեցնելուն։ Հրապարակում է հատուկ նշանակության ուժերի մեքենայացված ստորաբաժանման շարասյունը մարտական ծառայության մեդալակիր գնդապետ Պողոս Պետրոսյանի ղեկավարությամբ։ Հատուկ նշանակության ուժերը կազմավորվել են 2024 թվականին։ Հատուկ նշանակության ուժերը զինված ուժերի հատուկ կազմավորված, հանդերձավորված, սպառազինված և պատրաստված կառուցվածքային միավոր է, նախատեսված բոլոր կիրառելի մեթոդներով բարդ և վտանգավոր միջավայրում խնդիրներ կատարելու համար։ Հատուկ նշանակության ուժերը համալրվել են տատա տեսակի թեթև, արագաշարժ, բարձր անցողունակությամբ ավտոտեխնիկաներով, սպառազինված 7.62 մմ տրամաչափի MMG տեսակի գնդացիներով։ Ավտոմեքենան նախատեսված է հանկարծակի ծագած խնդիրներին արագ արձագանքելու և հատուկ նշանակության ուժերի զինծառայողներին օպերատիվ կերպով խնդիրների կատարման շրջան դուրս բերելու և անձնակազմի ընթացքից կրակային աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Զինված ուժերի արդիականացման շրջանակում բարձրացվել են նաև հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների կրակային և զորաշարժային հնարավորությունները, ինչպես նաև ապահովվել է անձնակազմի կենսունակությունը և պաշտպանվածությունը։ Մեքենայացված շարասյունը շարունակում է Բաստիոն տեսակի զրահամեքենան, որը թեթև զրահապատ մեքենաների նոր սերնդի ներկայացուցիչ է։ Այն սպառազինված է աշխարհում առաջատար համարվող 12.7 մմ խոշոր տրամաչափի M2 տեսակի գնդացիրներով։ Զրահամեքենան կահավորված է նաև ներսից կրակ վարելու համար նախատեսված սողանցքերով։ Բաստիոն զրահամեքենան իր զորաշարժային և կրակային հնարավորություններով բարձրացրել է հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառման արդյունավետությունը, ապահովելով օպերացիաների իրականացման գաղտնիությունը, հանկարծակիությունը, օպերատիվությունը, հատուկ մարտավարությունների կիրառումը, շարժունակությունը և ինքնաբավ գործելու, փոքր ուժերով մեծ խնդիրներ կատարելու հնարավորությունը։ Բաստիոնը բազմակի նշանակության զրահապատ մեքենա է, նախատեսված բարդ տեղանքում անձնակազմին արագ խնդիրների կատարման շրջան տեղափոխելու, հետախուզություն վարելու, պայմանական հակառակորդի վրա կրակային ներգործություն ապահովելու, ինչպես նաև ղեկավարում ու բարեկություն իրականացնելու համար։ Զրահամեքենայի իրանը պատված է ամբողջական եղակցված զրահապող պատով, ինչն ապահովում է 3-րդ մակարդակի բալիստիկ պաշտպանություն։ Իրանի վեհաձև կառուցվածքը և հատուկ տեխնոլոգիայով պատրաստված անվադողերն ապահովում են անձնակազմի պաշտպանվածությունը հակատանկային, հակահետևակային ականներից և ինքնաշեն պայթուցիկ սարքավորումների ազդեցությունից։ Անձնակազմի կենսունակության բարձրացման նպատակով զրահամեքենան կահավորված է պայթյունակայուն նստատեղերով։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հատուկ նշանակության ստորաբաժանումների զարգացման ընթացքը և իրականացվող բարեփոխումները պաշտպանության համընդգրկուն կերպափոխման անբաժանելի բաղադրիչ են առաջատար բանակների հատուկ ստորաբաժանումների զարգացման լավագույն փորձին համահունչ։
Այս գործընթացը հիմնված է առանցքային 3 բաղադրիչների, բարձրակարգ մասնագետների պատրաստության, ժամանակակից ուսումնական բազայի և նորագույն սպառազինության ու հանդերձանքի համադրման վրա։ Հանրապետության հրապարակում են ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերը, զորքերի պետ, գնդապետ Համլետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերը զինված ուժերի կարևոր բաղադրիչներից են, որոնք ապահովում են անձնակազմի պաշտպանությունը ժամանակակից մարտահրավերներից և վտանգավոր գործոններից։ Հետևակի ռեակտիվ հրաներ RPOA Սպառազինության այս նմուշի համար նշանակետեր են բաց, երկարաժամկետ պաշտպանական և այլ ամրացված կառույցներում պայմանական հակառակորդի կենդանի ուժը, ինչպես նաև մարտական տեխնիկան ու այլ օբյեկտները։ 93 մմ տրամաչափով հետևակային ռեակտիվ հրանետի կրակի առավելագույն հեռավորությունը 1000 մետր է, այն մարտական վիճակի է բերվում 30 վայրկյանում։ Բարձր և համակողմանի պատրաստվածությունը, համակարգված աշխատանքը, տեխնիկական հագեցվածությունն ու մասնագիտական հմտությունները թույլ են տալիս այս զորքերին արդյունավետ գործել ցանկացած իրավիճակում, ապահովելով անվտանգություն և կայունություն։ Ծանր հրետանային համակարգ DOS-1A Ծանր հրետանային ստորաբաժանումները նախատեսված են հրաձգային և տանկային ստորաբաժանումների, կրակային աջակցման, մարտերի ընթացքում կրակային տարբեր դիրքերից մինչև 6 կիլոմետր հեռավորության և մեկ համակարգով 40,000 քառակուսի մետր մակերեսով պայմանական հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման, ինչպես նաև զրահապատ տեխնիկայի շարքից դուրս բերման համար, որտեղ անհրաժեշտ են կրակի խտություն ու նշանակետերի խոցման արդյունավետություն։ Այս համակարգերը զինված ուժերի կառուցվածքում ունեն կարևոր դեր, ապահովելով ստորաբաժանումների գործողությունների աջակցություն։ Նրանց կիրառումը պահանջում է մասնագիտական բարձր պատրաստվածություն, ճշգրիտ հաշվարկներ և համակարգված գործողություններ, որոնք իրականացնում է գործարու անձնակազմը։ Ռադիացիոն քիմիական կենսաբանական պաշտպանության զորքերի առաքելությունն է հայտնաբերել, գնահատել և կանխել ռադիացիոն, քիմիական և կենսաբանական սպառնալիքները, ինչպես նաև իրականացնել համապատասխան պաշտպանության և վերականգնման միջոցառումներ։ Այս զորքերն ապահովում են պաշտպանության կարևոր ուղղություններից մեկը՝ ուղղված վտանգավոր գործոնների հայտնաբերմանը, կանխարգելմանը և հետևանքների վերացմանը։ Հանրապետության հրապարակ են մտնում հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները, հակաօդային պաշտպանության զորքերի պետ, հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի իշխաննշանի ասպետ գեներալ-մայոր Գարիկ Մովսեսյանի գլխավորությամբ։ Հակաօդային պաշտպանության զորքերը, հանդիսանալով զինված ուժերի կարևոր զորատեսակներից մեկը, իրականացնում են օդային տիրույթում պայմանական հակառակորդի հետ մղման և նրա օդային հարձակումներից երկրի պետական ու ռազմական նշանակության կարևորագույն օբյեկտների ու զորքերի պաշտպանության խնդիրները։ Հրապարակում են կարիճ զենիթային հրթիռային համալիրով սպառազինված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։ Մոտակա գործողության կարիճ ինքնագնաց զենիթային հրթիռային համալիրը նախատեսված է ցածր թռչող ինքնաթիռների, ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման ու ոչնչացման, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող ռազմական և արդյունաբերական օբյեկտների հակաօդային պաշտպանության համար։ Համալիրի ներդրումը հնարավորություն է տալիս բարդ խանգարումային և եղանակային պայմաններում արդյունավետ պայքար մղել պայմանական հակառակորդի օդային հարձակման միջոցների դեմ, ավտոմատացված ռեժիմում հայտնաբերել և միաժամանակ խոցել 4 թռչող օբյեկտ մինչև 5 կիլոմետր բարձրությամբ և 8 կիլոմետր հեռավորությամբ։
Հրապարակով անցնում են Տոր M2KM զենիթային հրթիռային համալիրի մարտական մեքենաներով սպառազինված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։ Փոքր հեռահարության բազմուղի Տոր M2KM համալիրն ունի կիրառման բարձր արդյունավետություն եւ նախատեսված է ինքնաթիռների, ուղղաթիռների, թևավոր հրթիռների, հակառադիոլոկացիոն եւ այլ կառավարվող հրթիռների, կառավարվող ավիառումբերի եւ անօդաչու թռչող սարքերի հարվածներից ռազմական ու պետական կարևորագույն օբյեկտների հակաօդային պաշտպանության համար ցերեկը եւ գիշերը, բարդ եղանակային եւ խանգարումների պայմաններում։ Համալիրը միաժամանակ կարող է հայտնաբերել մինչև 50 ավտոմատացված ռեժիմում ուղեկցել եւ խոցել 16 օդային օբյեկտ 10 կիլոմետր բարձրությամբ եւ 15 կիլոմետր հեռավորությամբ, ինչպես տեղում, այնպես էլ ընթացքից։ Երթը շարունակում են Լուսան զենիթային հրթիռային համալիրով սպառազինված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։ Լուսան զենիթային հրթիռային համակարգը փոքր հեռահարության բազմուղի զենիթային հրթիռային համալիր է։ Այն նախատեսված է մարտական ինքնաթիռների, ուղղաթիռների եւ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի հարվածներից, զորքերի խմբավորումների ու կենսական նշանակություն ունեցող պետական ու ռազմական օբյեկտների հակաօդային պաշտպանության համար, ռադիոէլեկտրոնային ճնշման միջոցների ակտիվ կիրառման եւ եղանակային բարդ պայմաններում։ Համադրված լինելով ժամանակակից թվային ռադիոլոկացիոն կայանով եւ կառավարման ավտոմատացված միջոցներով, Լուսան զենիթային հրթիռային համակարգն ունակ է 120 կիլոմետր հեռավորությամբ հայտնաբերել մինչև 120 օդային օբյեկտ, ավտոմատացված ռեժիմում ուղեկցել մինչև 60 եւ միաժամանակ խոցել 16 թռչող օբյեկտ 18 կիլոմետր բարձրությամբ եւ 25 կիլոմետր հեռավորությամբ։